Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Ճագար եղբայրն ու գայլ եղբայրը։ Թե ինչպես գայլ եղբայրը օգնեց աղվես եղբորը։ Երկար ժամանակ աղվես եղբայրը այնպես էր ցույց տալիս, թե ինքը լավ հարևան է, և ճագար եղբոր ձեռքը չի տա։ Բայց ջրհորի և կարագի պատմությունները աղվես եղբորը ուղղակի կատաղեցնում էին։ Նա ուզում էր սպանել ճագար եղբորը, բայց գիտեր, որ նրան մենակ բռնել չի կարող։ Մի օր աղվես եղբայրը անցնում էր ճանապարհով, որտեղից որտեղ հանդիպեց գայլ եղբորը։ Ինչ է պատահել աղվես եղբայր, վատ բան կա, բարևելուց հետո հարցրեց գայլ եղբայրը։ Աղվես եղբայրը ծիծաղեց ու պատասխանեց. «Ո ոչ, ամեն ինչ լավ է»։ Գայլ եղբոր գլուխը կարծես խելքի ծով էր։ Նա չհավատաց աղվես եղբորը։ Խոսքը շուռ տվեց ճագար եղբոր վրա, ասաց, թե բոլոր հարևանները խոսում են նրա ու աղվես եղբոր մասին։ Բոլորը գիտեն, թե ինչպես է ճագար եղբայրը աջ ու ձախ խաբում աղվես եղբորը։ Նրանք երկար խոսեցին դրա մասին։ Վերջում գայլ եղբայրը ասաց, թե ինքը ճագար եղբորը բռնելու համար մի բան է մտածել։ Ինչ, չհամբերեց աղվես եղբայրը։ Պետք է այնպես անենք, որ նա գա քո մոտ, դա քո տունն է։ Բան դուրս չի գա, ես արդեն փորձել եմ, ճագար եղբայրը շատ խելոք է։ Մենք նրան կխաբենք, նա կգա։ Ով կխաբի նրան։ Ով։ Ես ինքս, պատասխանեց գայլ եղբայրը։ Ու դու կբռնես նրան։ Ինչպես ես խաբելու։ Վազիր գնա տուն, պառկիր ու ձևացրու, թե մեռել ես։ Ոչ մի բառ չասես, մինչև ճագար եղբայրը չգա, ձեռքդ վրա չգցի։ Այ կտեսնես, կամ ճագար եղբորից մի լավ ընթրիք կպատրաստենք, կամ ես հիմարեմ։ Աղվես եղբայրը չհամաձայնվեց, գնաց տուն։ Գայլ եղբայրն էլ ճանապարհ ընկավ ճագար եղբոր տուն։ Տեղ հասավ, տեսավ մարդ չկա, մոտեցավ դռանը թակեց։ Ո՞վ է, հարցրեց ճագար եղբայրը։ Բարեկամ է, պատասխանեց գայլ եղբայրը։ Ինչքան շատ բարեկամ, այնքան շատ չարեկամ, ասաց ճագար եղբայրը։ Անունդ ասա։ Մի վատ լուր ունեմ, ճագար եղբայր, վատ լուրը հավքի թևով է թռչում։ Առավոտյան աղվես եղբայրը մեռել է։ Ինչպես իմացար։ Քիչ առաջ աղվես եղբոր տանն էի, տեսա մեռել էր։ Գայլ եղբայրը ասաց ու գնաց։ Ճագար եղբայրը նստեց, գլուխը քորեց, մտածեց ու ինքն իրեն ասաց. Գնամ աղվես եղբոր տուն, աչքովս տեսնեմ։ Ասեց ու արեց։ Վեր թռավ, վազեց գնաց աղվես եղբոր տուն։ Մոտեցավ տանը, տեսավ մարդ չկա։ Ներս նայեց։ Աղվես եղբայրը պառկած էր անկողնում, բայց այնքան էլ մեռածի նման չէր։ Ճագար եղբայրը այնպես ցույց տվեց, իբր ինքն իր հետ է խոսում։ Ոչ ոք չկա, ոչ ոք չի խնամում աղվես եղբորը։ Նույնիսկ բազե եղբայրը չի եկել թաղմանը։ Հույս ունեմ, որ աղվես եղբայրը չի մեռել, բայց կարծես մեռել է։ Ինչ անենք, ժամանակ չունեմ, բայց մի քիչ կնստեմ նրա մոտ։ Իսկապես մեռածի նման է, բայց ով գիտի, կարող է դեռ չի մեռել։ Չէ՞ որ երբ մեկը ներս է մտնում մեռելին տեսնելու, մեռելը հետևի ոտքերը վեր է բարձրացնում ու գոռում. «Վաու»։ Աղվես եղբայրը չշարժվեց, ոչ մի բառ չասաց։ Ճագար եղբայրը մի քիչ ավելի բարձր խոսեց. Շատ տարօրինակ է։ Աղվես եղբայրը կարծես մեռած լինի, բայց մեռելի նման չի պահում իրեն։ Մեռելը իր հետևի ոտքերն անպատճառ կբարձրացներ, կգոռար. «Վաու»։ Սրա վրա աղվես եղբայրը ոտքերը բարձրացրեց ու գոռաց. «Վաու»։ Իսկ ճագար եղբայրն էլ հենց այդ էր ուզում։ Դուրս թռավ տնից ու այնպես ծլկեց, որ ոչ ոք չէր հասնի հետևից։ Շատ խորամանկ էր աղվես եղբայրը, բայց ճագար եղբորից ավելի խորամանկ չէր։